մի քիչ զարգացեք, այս մարդը մեզ Եվրոպայ է տանում, դուք բռնել եք հետամնաց ռուսների պոչը, կործանվող պետություն, լրիվ։ Սիտանացիք ճարակ են շարժվում, իսպանացիք ժպտում են անկապ, խելառ են լրիվ։ Ֆրանսիացիքն են սառն են, իրանցից գող, դրանց հետ շփվել չի լինի։ Այն Անգլիան է, սա խառնում է այս աշխարհը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ինչիդ վրա ես հպարտ։ Քարանձավի մակարդակից դեռ առաջ չես գնացել։ Այս արածներիդ ոչ կարգ ու կանոն պահել գիտեն, ոչ մեր երկրում, ոչ ուրիշ տեղ։ Սնապարծ, բոլորին ծաղրող, ձեռառնող, անիմաստ տեղը մեծամիտ, պոռոտախոս ու ուզում ենք առաջ գնալ։ Ոչ տարրական էթիկայի կանոններին են ծանոթ։ Քարանձավի մակարդակից ամենահին ազգն ենք, ասողները առաջ չեն գնացել ու նայեք ինչա կատարվում։ Մեկ-մեկ մարդ այնքան է ամաչում։ Այսօր Տրանսավիա ուղիղ չվերթ Մարսել-Երևան թռիչքը չի կայացել, օդաչուն հրաժարվել է վարել օդանավը։ Բնականաբար օդանավի մեջ եղել են հիմնականում հայեր, ինչպես են իրենց վատ պահում հայերը օդանավում, դա արդեն ուրիշ պատմություն է։ Հիմա կոնկրետ այսօր օդանավին երկու տղամարդ վեճի են բռնվել վերնամասում իրենց ճամպրուկը տեղավորելու համար։ Մեկի տեղը քիչ է եղել, մյուսին ինչ-որ շատ է եղել։ Վեճի են բռնվել, այնպիսի կռվի է վերածվել, որ անգամ բորտուղեկցորդները չեն կարողացել այդ վեճը հանդարտեցնել։ Անձնակազմի մյուս անդամներն են եկել օգնության։ Դա դեռ քիչ էր, չհանգստացած այդ վեճից, մի կին է բարձրացել հաշմանդամ, ով պետք է իր հետ ունենար անպայման թթվածնի բալոն կամ պարկ, ես չգիտեմ ինչ խնդիր ուներ, բայց նա թթվածնի կարիք ուներ։ Օդաչուն պահանջել է, որ նա ունենա իր հետ այդ բալոնը, կինը հրաժարվել է, ասել է, որ էլեմենտ են ստե ապարատի, ոչինչ խնդիր չէ, իսկ օդաչուն հրաժարվել է, որովհետև թռիչքը 5 ժամ պիտի տևա, օդանավում եղած թթվածինը կբավականացնի ընդամենը 1 ժամվա համար։ Կինը պարտավոր էր իր հետ ունենալ։ Բնականաբար օդաչուն առաջարկել է այդ կնոջը լքել օդանավը, կինն էլ կռվի է բռնվել, չի լքել։ Մինչ ոստիկանները գան, որպեսզի այս երկուների այն երկու տղամարդու եւ այս կնոջ հարցերը կարգավորեն, այդ ընթացքում մի ուրիշ տղամարդ զուգարանում ծխել է։ Զուգարանից չի կարելի օգտվել կանգնած ժամանակ, ուրթ է մնաց ծխել, թռիչքի ժամանակ արգելվում է ծխելը։ Այս խելացին ծխել է զուգարանում, դա դեռ քիչ է, դուրս է եկել միջանցք, երբ տեսել է, որ դեռ չի պատրաստում թռիչքի օդանավը, մի հատ էլ շարունակել է միջանցքում ծխել։ Պատկերացնում եք հայերի նման արարքը։ Ես չեմ հասկանում Ֆրանսիայում ապրելով միթե կուլտուրա չեն սովորել ֆրանսիացիներից։ Եվ այսպես ոստիկանությունը մինչ մոտենալ է, օդաչուն հրաժարվում է վարել օդանավը, պատճառաբանելով, որ այս մարդիկ, եթե երկրի վրա իրենց չեն կարողանում դրսևորել, կարգի հրավիրվել, ուրեմն երկնքում առավել ևս ինքը պատասխանատու չէ նրանց կարգի հրավիրելու, օդանավը չի թողնելու եւ գա կռվողներին հաշտեցնի։ Այսքան բան։